Հիմա Նռնաձոր տանող ճանապարհը մի հատված համընկնում է նախկինում երկաթուղու գծերի հատվածի հետ, պաստառի հատվածի հետ, եւ քանի որ մենք պլանավորում ենք տարածաշրջանային կոմունիկացիաների բացում, եւ ըստ էության սա այդ աշխատանքների գործնական փուլն է։ Այսինքն ըստ էության սա մեր խաղաղության խաչմերուկ նախագծի իրականացման համար անհրաժեշտ նախապատրաստական աշխատանք է, որը կոնկրետ է, որովհետև մեզ շատ նաև քննադատում են, ասում են մենք անդադ պատրաստակամություն ենք հայտնում, բայց գործնական քայլեր չենք իրականացնում։ Սա այդ գործնական քայլերից մեկն է, որպեսզի մենք բնակավայրի համար այլընտրանքային ճանապարհ ենք ստեղծում, բայց նաև երկաթուղու ճանապարհն ենք ազատում, որովհետև այլ տարբերակ երկաթուղին անցնելու չունի եւ միայն այդ հատվածով կարող է անցնել եւ հետեւաբար այդ հատվածը ազատում ենք երկաթուղու կառուցումը հնարավոր դարձնելու համար։ Կրկին Սյունիքում Խնձորեսկին դեպի ներքին Խնձորեսկ ավտոճանապարհի 11 կիլոմետր հատվածի հիմնանորոգում կրկին նախատեսում ենք այս տարի ավարտել, այս էլ նախորդ տարվա այցի արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածություն է, այնտեղ հողերի հետ կապված է, ափսոս գլխավոր դատախազ այսօր ազգային ժողովում է, հողերի հետ կապված խնդիր կար, բայց ես ինչքան գիտեմ, տեղյակ եք դրանց լուծվել է, այդ խնդիրն էլ է լուծվել, թե որոշ հատվածների մասով պարոն վարչապետ լուծվել է, որոշների մասով ուրեմն շարունակվում է ընթացքը, ասեմ, որ եւս շինարարական օբյեկտ եւ Նռնաձոր նախորդ ամիս ենք այցարել եւ նախորդ ամսից արդեն աշխատանքները ուրեմն ներքին Խնձորեսկում մեկնարկել էին, Նռնաձորում մեկնարկել են ավելի վաղ, Նռնաձորում մենք աշխատանքը երկփուլ տարբերակով ենք իրականացնում, առաջին նախագծով իրականացնում ենք քանդման աշխատանքները, որովհետեւ ճանապարհը փաստացի սարերի միջով է անցնելու, այստեղ լայն թափով ուրեմն հողային աշխատանքների իրականացում էր, առաջին փուլը կավարտվի խճապատմամբ, դրանից հետո արդեն զուգահեռ նախագիծ ենք պատվիրում նաև ասֆալտապատման համար։ Երկու օբյեկտներում էլ աշխատանքները ընթանում են։ Շատ ճանապարհ է ստացվել, իհարկե հույս ունեմ, որ ժամանակի ընթացքում որակական խնդիրներ ի հայտ չեն գա։